Հարգանքներ է ժողովուրդ ջան։ Ուրեմն այդ բոզորդին, բոզածին է, էլի, այդ պոռնիկի վաստակը, որին որ վարչապետ եք կոչում։ Այդ որ ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ կլինի։ Դու արդեն պատերազմ բերել ես հայ ազգի գլխին, այ վիժվածքի բալա։ Եվ պատերազմով հայ ժողովրդին չվախացնես, այդ քո շանտաժներով։ Դու մարգարե ես, չէ, որ դու չլնես, հայ ազգը կկործանվի։ Դու ես փրկիչը, երկինքից իջած, այս զուգարանի կեղտ, այ մամա քունած, բալա քունած։ Դու ով ես դարել, այ զիբիլ, աղբանոցի զիբիլ, որ դու նման տոնով խոսաս։ Չնայած այդ իրավունքը, այդ կապիտուլյան շանը ժողովուրդ դու ես տվել։ Եվ այս զիգ տարիները դուք եք հանդուրժել հայ ժողովրդի էշի համառությունը, մեր ժողովրդը էլ եմ ասում, էշի համառությունը ու հանդուրժողականությունը այդ բոզածինի բերանը լեզու է դրել, որ այսօր նա տենց խոսա հայ ազգի հետ։ Չեք զգում, որ նա ծաղրում է, ոտքեր է սրբում, թքած ունի բոլորիդ վրա, կամ ես կամ ոչ մի բան։ Հիմա հասկացաք, որ այդ մորը քունածի համար աթոռն է կարևորը ու իր ալան թալանը։ Այսինքն, եթե ես չլնեմ, այս հայրենիքը կկործանվի, պետությունն էլ պետք է ջնջվի։ Ես եմ ձեր միակ փրկիչն ու մինուճարը, ձեր հույսը, բույսը, չգիտեմ ինչ խեռիս գլուխը։ Ես այսօր այս տոնով եմ խոսալու, որ հասնի դրա ականջին։ Քունեմ ես դրա ընտանիքի բերանը, իր բալեկի բերանն էլ, իրան էլ վրեն իր սաղ թիմակիցներին էլ։ Դու դրանց շամպես պետք է սատկացնես, դրանցից մեկը պետք է ողջ չմնա։ Եղավ։ Տարավ 10,000-ի չափով, համարյա թե 10,000-ի չափ, մատխաշ սերունդին, հայ ազգի գենոֆոնդին տարավ մատաղ արեց թուրքերի ոտերի տակ, ու ինքը պետք է մնա, հա, ինքն է փրկիչը։ Եվ դու հայ ժողովուրդ, քո զավակներին, տանես դնես հողը, այդ պոռնիկի բալի համար, հա, որ ինքը այսօր ասի, ես եմ կարևորը, թքած է դիագների վրա, դու ձեր վրայով էլի կանցնեմ, այս երկիրն էլ կջնջվի, այս պետականությունն էլ կվերանա, եթե ես Նիկոլիկս չլինեմ, արա քունեմ գիժ մորդ գերեզման, արա, դու ով ես դարը, որ դու քեզ փրկիչի տեղ ես տրե, ով ա դա դարը, էլ եմ ասում, այս ամեն ինչի մեղավորը ժողովուրդ, ինքդ ես, որ հանդուրժվել է այսքան ժամանակ, այդ իրավունքը, այո, նա որ ասում է մանդատ եք ինձ տվել, դուք եք տվել այդ մանդատը, նա էլ ասում է, դե եթե ընտրել եք, ես էլ ուրեմն ձեր խոսքի ու ձեր կամքի տերն եմ, դուք ձեր ձայնն եք տվել ինձ, ձեր ճակատագրերը ձեր տեղը որոշելու համար, ու այս մարդը որոշում է, ու ոնց է որոշում, ասում է թուրքի կլիր պետք է ծծեք, թուրքի տակ պետք է պարկեք, կզած եղեք, ստրկացված եղեք, խաղաղություն են բերում, այս ձևի է խաղաղությունը, պետք է միշտ կզած մնանք, թուրքի անտեր լպստենք, գլուխներս կախ պահենք, որ ալևը ոտքեր մաքրի մեր վրա, գոնե խղճա ասի լավ, թո այս հայերը վեր են գնեն մի փոր հաց ու յոլետան, այս է սրա բերած խաղաղությունը, այնքը դայի նկատի ունի, սուսեք, հանգարց են չանեք, Արցախի անուն չտակ, Արարատ լեռան Մասիսարի անուն չտակ, Արցախի անունը չտակ, այս չատլախը, այս երեք սրբություններից ալերգիա է ստանում, հենց Արցախ բառն է լսում, կամ Մասիսար է լսում, Արարատ լեռ, եւ այլն բաներ, ինչ որ ազգային է լսում է, ինֆակտ է ստանում, այս սատանի վիժվածք, այդ նեռը, ու վախացնում է ազգին, շանտաժես ենթարկում է, արա քո խեմքու բեռնիսն էլ, Ալիևիդ բեռնիսն էլ, ու քո հովանավորների բեռնիսն էլ, արա այ բոզի տղա, դու դրանով չվախացնես հայ ազգին, մենք դարերի պատմության մեջ ենքան պատերազմներ ենք տեսել, ենքան ենք թղզվել այդ պատերազմների մեջ, որ այդ քո պատերազմ ասածը մեր համար ընդամենը ծիծաղ առաջացնում, ուրիշ ոչ մի բան, ու ժողովուրդ դու որ վախենում ես ահաբեկչությունից, այո, ինքը տերորիստ է, ինքը բռնապետ մարդասպան է, ինքը պլյուս դավաճանել է, ինքը վիժվածքել է, ինքը ամեն ինչ է, ու դու վախենում ես, որ պետք է ձերբակալի տանի լցի բերդերը մեկը իմ դեմ խոսա,
Խինաով ա որ դրա դեմ չխոսաս։ Այդ դումը պետք է տանի լցի բերթերը 3 միլիոն հայությանը, հա։ Այդ 3 միլիոնը որ հելի ոտով քայլի, մենակ ոտով քայլեն դրանց վրայով, սաղին կտորորեն կեթան։ Պրոստը էշի համառություն ունեք, էլի եմ ասում, նստացեք։ Նստացեք։ Եթե ուզում եք ճիշտ իմանաք, այսքան պետք է չձգձգվեր։ Օրինական ճանապարհով, սահմանադրական ճանապարհով հելնենք տապալենք։ Իսկականից ցույց տվեք մի հատ քաղաքակիրթ երկում աշխարհում չեք գտնի մի պետություն եւ մի պետության ղեկավար, որ հայրենիք վաճառի հայրենիք է, տարածքներ վաճառի, պարտված լինի պատերազմում ու մնա աթոռի վրա, դրան թողեն մնա աթոռի վրա։ Ցույց տվեք մի հատ երկրի իշխանություն։ Ցույց տվեք աշխարհում մի պետություն, մի իշխանություն այդ պետության, որ այսքան բանը ոնց որ այդ բոզի տղեն է արել, անի ու մնա էլի իշխանության վրա, ասի էլի պետք է վերընտրվեմ։ Ալիևին Էրդողանին թուրք-ադրբեջանական տանդեմին մեսիջ ա ուղարկում։ Նայեք, հա, եթե ես ընկնեմ, օգնեք ինձ նորից վերընտրվեմ։ Նա դա է հասկացնում նրանց։ Եվ այո, կարա զանգել ասի, ոնց որ պարտվում եմ հարձակվի Հայաստանի վրա, որտեվ այդ մարդը չի եկել այդ երկրի շահերը պաշտպանելու, ձեր շահերը պաշտպանելու։ Այդ մարդը դրված է, որպեսզի նրանց շահերը պաշտպանի։ Նրանց մոտ վարչապետ է աշխատում, ստրկացված, օկուպացված հայ ժողովրդի վրա։ Էլ եմ ասում, նա դիկտատոր է, նա տերորիստ է, նա մարդասպան է, նա սատանիստ է, նա վիժված կարա։ Ոնց ասեմ, ինչ լեվով լավ, ինչ հայույանք տան, որ դրան համապատասխանի։ Ինչ որ պետք էր ասել ենք, ու ասում ենք։ Այդ պորնկացին, այդ բոզի վաստակ, այդ բոզորդին։ Նա պետք է անգամ սաղել չմնա, իրան տանիքով իր երեխեքով։ Դրա թիմակիստերն էր սաղին, պետք է դրանց հերա անիծվի։ Հատարած, եթե հայ ազգը սրանցից վրեժ չլուծեց, լուրջ եմ ասում, եթե վրեժ չլուծեցինք սրանցից, ուրեմն մենք իրավունք ունենք այս աշխարհից վաբշե ջնջվելու վերանալու։ Ուրեմն մենք անթասիբ ստրուկ ժողովուրդ ենք, որ պետք է միշտ կզած մնանք, սրա նման կեղտերի առաջ արա, մեկ բոմբ արա, քուչիշան արա, բոմբ արա, բերը դրել եք վարչապետ։ Ժամանակին երբ դու դրան ընտրում եք, ցնցությամբ ձեռների վրա եք տանում, կարծես թե Հիսուս Քրիստոսն եք։ Հենց նույն վարքյանին ես գրեցի, դուք ներ եք բերում, դուք բոլորդ խափնված եք։ Մոտ 300,000 մարդ, դու հասկանում եք սա ինչ քանակ է, 300,000 մարդ ինձ մեսենջերով հայյանքներ են գրել։ Քեզի կմորթենք, ընտանիքիդ կփրթենք, ձեր գերեզմանները կանարգենք, դու մեր մարգարեին բան չասես։ Այսօր այդ 300,000-ին այդ ինչ որ ինձ հայել էին ու գրել էին։ Այդ ամեն ինչը սա հետ եմ վերադարձել։ Մի մարդ էլ չկա, որ ինձ ասի, «Էս ինչ ես դու ասում»։ Հասկացել եք, չէ՞, որ խափնվել եք։ Լավ, խափնվել եք, բայց լավ իշեք, էսի վերջին ընտրությունն է։ Սա վերջին ընտրությունն է, անդունդի եզրին եք կանգնած։ Եթե հիմա էլ ընտրեք, նա անունը կդնի, որ նորից մանդատ տվեցիք, կասի էլի տվեցիք անուն։ Արա լավ, չեմ հասկանում, 2 անգամ ընտրեցիք։ Առաջի անգամ ընտրեցիք, տեսակ ինչ դավաճանություն արեց, ինչ էր վաճառեց։ Երկրորդ անգամ ընտրեցիք, սկսեց ուրանալ էլ չեմ ուզում անուններ թվել, Ծիծեռնակաբերդ, հայ դպրոցներ փակում, եկեղեցու վրա հարձակվում, այդքան զոհեր եւ այլն, Հայաստանի տարածքներից տվեց։ Ամեն ինչ արեց։ Հիմա ինչ, այս անգամ էլ պետք է ընտրեք, ինչ տահմի Թուրքին։ Ձեր ворն ու ձեր սրբությունը, ձեր աղջիկներին, ձեր ինքնությունը տանի դնի թուրքերի տակ, առանց այդ դրել է արդեն։ Ճիշտը մի հատնա։ Այո, պղծված եք այսօր։ Ձեզի Թուրքիա առաջ կզծրեց ծնգիա բերե, ստորացրել է, ու ասում պետք է շռեն ձեր վրա։ Թուրքերը պետք է ոտքեր մաքրեն ադրբեջանցիք ձեր վրա, ու դուք պետք է ձեր չանեք, որտեղ խաղաղության գրավականը դա է։ Այս սա է սրա բերած խաղաղությունը։ Ինքը դա է ձևով է հասկանում այդ խաղաղություն բառը։ Որ պետք է կզած մնաք։ Ստորացված մնաք դուք։ Այս բոզածինը հայ ազգից վրեժ է լուծում, որտեղ ինքը հայ չի ազգությամբ։ Այս մամա քունածը Այդ որ ասում նախկինները, նայեք, նախկինները, արա այ պորնիկի տղա, նախկիններին այո, մենք բոլորս մեղադրել ենք, ել ենք մեղադրում Ալան Թալանի մեջ, Ալան Թալանի, բայց նախկիններից ես ազգայնական եմ, ոչ մեկին չեմ ընտրել, չեմ էլ ընտրելու, բայց խնդիրը ստեղ մի կարևոր հանգամանք կա, էլի, այդ որ նախկիններից որ մեկը տարավ հողեր վաճառեց, այդ նախկիններից որ մեկը եկեղեցու դեմ դուրս եկավ, նախկիններից որ մեկը հոգևորականներ ձերբակալեց, նախկիններից որ մեկը ազգային դպրոցներ փակեց ու ազգային բոլոր ատրիբուտները ջնջեց, նախկիններից որ մեկը գնաց Ծիծեռնակաբերդը հուշահամալիրը քանդելու, բոզի տղա,
հա Կամ են նրանք, ովքեր ասում են, հա, վայ ճիշտ է, նախկիններն էլ չգան։ Դե որ նախկինները չգան, սրան էլ չեք ուզում։ Բա ով ալնելու։ Նա արդեն աթոռի վրա է, մեխանիկորեն։ Դուք ջուր եք լսում, այս պորնիկի տղու։ Ջրաղացի, նա էլ է մեխանիկորեն ընտրվել է ու մնա աթոռի վրա։ Դուք ուզում եք Նիկոլը մնա, իհարկե չեք ուզում։ Հաստատ չեք ուզում էլ։ Բայց նաև չեք էլ ուզում ազատվեք։ Նախկինները կգան։ Նախկիններից նախ Լևոնը չկա, Սատկա Զիայինի գնաց։ Սերժն էլ չկա, նա էլ չի դնելու տեխնացու չկա։ Մի հատ Քոչարյան է եկե առաջ Սամվել Կարապետյան, որը որ չկա, էլի կապում եք նախկինների Պողոս Պետրոսի հետ։ Եթե ուզում եք իմանալ, ես իմ նախավերջի ելույթում ասացի, բոլորդ էլ նախկիններից եք կազմված։ Էդ դրա զանգվածը սաղ նախկիններ եք։ Որ մեկը ձեզանից նախկին չի ընտրել, այս ներկային չի ընտրել։ Հիմա դուք կոնկրետ ուզում եք ազատվեք այս մամաքունածից, թե չէ։ Ուզում եք, չէ։ Ուրեմն պետք է ընտրեք։ Ես էլ եմ ասում, ես ազգայնական եմ։ Այո, գիտեմ նախկինները ինչ են արել, բայց այս վիճակին, քանի որ հայրենիքը գնում է կործանման, եթե այս անգամ դուք այդ պորնիկին մանդատ տաք, նորից վեր ընտրեք։ Ես ձեզ պարզ եմ ասում, մի քայլ է մնացել։ Նա մցնելու է, այդ որ ձեր ուղեղը մցրել է, թե իբր Ռուսաստանի գուբերնիա, արա Ռուսաստանի դու պետք չես որ գուբերնիա ալնես։ Նա ձեզ ուզում է սարքի Ադրբեջանի ու Թուրքիայի գուբերնիա, կիսի կեսեինկոմ։ Ինքն էլ մնա մի հատ փաշայի կոչում տան, տեղապահ ձեր գլխին ճիպոտով աղոտ տապի գլխներից ու ապրի։ Այն վաղտել հայկական պետություն չի լինի, իրանցով պետք է պարտք ու պահանջ ունենա, պահանջի, որ ինքը դավաճանա։ Այն վաղտ կարող է հերոսանալ, արձանել կայնստեն, կապիտուլյան տագարկի բալին։ Էս եք ուզում, հա։ Հավատքն էլ վերանա, իսլամիզացվել եք ուզում եք մուսուլման դառնաք, արա պարզ եմ խոսում, դուք մուսուլման եք ուզում դառնաք։ Այս մարդու ուզածը դա է։ Հերիք այդ նախկիններ, ես նախկիններին էլ եմ ասում, ոչ մեկի չեմ ընտրել, չեմ էլ ընտրելու, ոչ էլ պաշտպանում եմ, ոչ էլ իմ աչքի լույսն են եղել, բայց այսօր ես իմ ազգայնական բառով ասում, քանի որ այսօր Թաթերաբեմում այդ մարդիկ են, Սամվել Կարապետյան կա, Քոչարյանն է, Գագիկ Ծառուկյանը, հա, Վարդան Ղուկասյանը, էլի ուզում է Պողոս Պետրոսն էլ լինեն, նախընտրելի են դրանցից մեկը գա ընտրվի իմ համար, մենակ ես վիժվածքից պրծնեք, որտեվ սա երկիրը ամբողջությամբ տանում է կործանման, ամբողջությամբ, այդ որ ասում է նախկինները թալանել են, խի դուք այ բոզի լակո թրաշամանուկ բոզի տղեք չեք թալանում, դուք նրանց գլուխն էլ լվացիք, դուք նրանցից ավելի շատ եք թալանում, պլյուս հայրենիք եք վաճառում, հողեր եք վաճառում, արցախցիներին տնից ու տեղից կտրելը, զրկելը, դրանք պետք է չմարսեն։ Էլ եմ ասում, ցույց տվեք մի պետություն, որ հաղթող լինի ու իր ձեռով տանի իսկ ու տեղի վրա, տարածքը հետ տան օրից թշնամուն։ Հələ մի հատ էլ ասե, արի մտի իմ եղած տարածքից էլ մի բան քեզ տամ։ Դուք սենց բան տեսած կա կարա։ Դա պետք է սաղ չմնար, ասում եմ, աշխարհում ոչ մի ազգ չէր հանդուրժի նման իշխանությանը։ Էլ չեմ ասում, նրանց ուժային կառույցները չէին հանդուրժի նման իշխանությանը։ Կսատկացնեին բոլորին, ոնց արա, դուք եկել եք մեր երկիրն եք վաճառում, մեր հաղթանակն եք վաճառում, ես ինչ եք անում։ Մեր սրբությանն եք կպնում, սրբության հավատքին եք կպնում։ Բայց մեր ուժայինները էլ եմ ասում, նրանք ծնված ժամանակ չեն կերել մորսկուրս, այդ ծծել են իրանց պապաների կալիրներն, դրա համար է սրբություն չունեն ու ծառայում են այդ կեղտին, արա, այդ կեղտին լակոտով, արա, դվարնյաշկա շունը, դուք դրա հրամաններն եք կատարում, արա, քունեմ ձեր մաման, ձեր թասիբը սաղիտ էլ, էսա ձեր արած, արա, դուք մարդ եք վաբշե, արա, հա, դուք ձեր հոր կալիրներն եք ծծեմ մեծացել, թուրքի կալիր եք ծծում, ինչ հատը մեր կոպեկ փոքցի, ես այդ ուժայի կառույցներին մի բան եմ ասում, դուք խաբար եք վաբշե, դուք ձեր ռոճիկները ոնց եք ստանում, աշխատավարձը, Ադրբեջանից եք ստանում, ասեմ էդ էլ իմանաք, ուղարկում են իբր հայկական բյուջետ, պիտառաստեք փողերով ձեզ ավաճառում, որ ծառայեք Իրան եւ ադրբեջանցիներ ու թուրքերի շահերին, բա դուք թասիբ ունեք, արա այդ փողը ոնց եք ուտում, ինչ հատը մեր կոպեկ շան լապակցում դեմներ այդ ավել, դրանով գեներալի կոչումներ, գնդապետի կոչումներ լավ եք զգում արածես, հա, ասել եմ ասում եմ շատ բան կարամ ասեմ, այդ բոզածինը պետք է սաղ չմնա, այն որ սահմանադրությունա փոխում, ընդ ինչ ուզում անի, ժողովուրդը ինչ ուզում է թողանի արել է, ինքը արդեն կարմիր գծերը վաղուց անց է, ինչ ուզում է թողանի,
ով ընտրվի էլ եմ ասում այսօր ովքեր կան քաղաքական ասպարեզում ունենք ինչ ունենք եկեք խոստովանենք այսօր էդ է եղածը եթե ուզում եք սրանից պրծնենք նրանցից մեկին պետք է ընտրեք ես ասում նրանցից մեկին ում ուզում եք ընտրեք ով էլ եկավ դրա հերը անիծելու է կանգնացնելու է ամեն ինչը ես թվարկեցի որտեվ այդ մարտիկի տարբերություն սրան էլի եմ ասում եկեղեցի չեն հարցակվի եկեղեցու վրա հողեր չեն վաճառել ազգին դեմ չեն գնացել դպրոցներ չեն փակել չեն ուրացել բոլոր են հերոսներին տարբերությունը գոնե չեք զգում մի բան եք լսել նախկինները հա նախկինները մարդ չեն եղել բայց եթե էսա եղածը այսօր այդ առաջատարները եկեք կանգնել են այսօր էլ այդ նույն մարդիկ են որոշակի ուզում ընտրվեն չկա ուրիշը կա ասեք կա ուրիշը ճանաչում եք ինձ լավ տարեք ինձ ընտրեք սաղը հերն անիցեմ կանեք չեք անի շատերն ասում են արի թեկնածություն դիր քեզ ընտրենք արա իմ ճանապարհը հենց եմ փագի ես չեմ կարող իսկի մտնեմ երկիր ուր մնաց գամտեմ թեկնածությունը տնեմ եւ ինձ շատերը կան ազգային տղեկ ես միշտ եմ ասել ազգային իշխանություն դա չի նշանակում է մենակ գալ ու գորգորալով խոսալ ազգայնական ուղով ծուծով պետք է ազգայնական լես հայ իրայությամբ հայ առաքելական եկեղեցին դա ազգայնական եկեղեցի է ահա թե ինչի համար են պայքարում եկեղեցու դեմ մնացել է միակ ինստիտուտ ազգային որ էդ էլ քանդեն բայց չեն կարա դարերով էլ եմ ասում մոնղոլ թաթարների սելջուկների արշավանքները հայոց եկեղեցին չկարացավ քանդել թուրքերի արշավանքները պարսիկների արաբների այսօր մի հատ ոռից չուլ կեղտ նիկոլիկ անունով մի հատ աղ դուք դրանից չեք զզվում դրա ծերից դրա շարժու ձևից դրա ուտելու ձևից արա այդ բոշի վաստակից ու էսի հելել է եկեղեցու դեմ ու սա հանդուրժում եք դուք օրինական ճանապարհով այո էլ եմ ասում ու կասեմ լավ կլներ որ ապստամբությամբ սրա մաման քունվեր ու դրա նմաններին սատկացնեին արյան գետեր հոսել Երևանի փողոցներում որ հայոց պատմության մեջ ոսկե տառերով ու արյան տառերով գրվել որ նման բան ա եղել որ դա լիներ դաս եկող իշխանությունների համար դա պետք է լինի պետք է ժողովուրդը հաղթարի իր մեջի ստրուկին հաղթարի իր մեջի վախին արտնացնի ոգին տապորելն ու մորթելը որ մյուսները վախենան որ ձեզ ընտրում ենք դուք մեզ պահելու համար երկիրը նայելու համար ինչ է նշանակում իշխանություն ընտրված իշխանությունը պետք է ծառայի ազգին ու պետականությանը ոչ թե սեփական գրպանին գերագույն իշխանությունը հիշեք գերագույն իշխանությունը դա հայ ժողովրդի կամքն է այս սա է որին որ դուք տեր չեք կայնես 36 տարի չեք կայնում ու ժամանակին չկայնակ այդ ծովիսով Հայաստանը որ քանդվավ այսպես դավաճանների շնորհիվ քանդվավ բերիկ հասրիկ էս մի բուր Հայաստանին եւ 1500 տարի սրա ու նրա լծիտակ ընկնելով ստարկամտությունը ստրուկի հոգեբանությունը ծախելու դավաճանի հոգեբանությունը փող առնելն ու վաճառելու հոգեբանությունը մտավ ձեր մեջ մցրին ընդունեք այս ճշմարտությունը ասած եղել է ու կա այս տենդենսը լեթում ասեց երբեք հաղթահարելու ես աղբարա երբեք ձեր մեջից հանելու ես վախը հանեք այդ վախարը ինչ բերտանի արա թողա տանի քունեմ իր մաման ինչով պետք է վախացնի գգա կտանի տուր շիշը գլխին տենում եք մեկին ձերպակալում են ոչ թե գլուխները թեկեք անցեք այլ բոլորով հարցակվեք այդ ձերպակալողների վրա դուք դրանց գլուխը ջարդեք արա այս մորթին ումից եք դուք վախենում մենք այնքան արուն ենք տեսել այնքան ցեղասպանություններ ենք տեսել այնքան տղեկ ենք հողը դրե որ մենք մեր համար մահը դա ծիծաղ է այո մենք պետք է մահվան երեսին ժպտանք եւ դրանով պետք է հաղթենք մենք մահից չպետք է վախենենք ոչ էլ արունից մենք այնքան ենք արդեն տեսել որ մեր սրտերը քարացել է մեր հոգիները պետք է ավելի ամրացած ալներ բայց չգիտեմ ինչի դուք այսօր հանդուրժում եք այդ սրիկային գնացեք ել եմ ասում ում ուզում եք ընտրեք բացեք բոզածինից ով որ դրան էլ կընտրի անգամ ձայներ կտան բայց այն մյուսներից ով որ ընտրվի ով որ դրան ձայները տվել այդ նիկոլիկ կոչվածին գտեք բերեք սաղին կախաղան անեք ինչ իշխանություն ուզում ա գալ եմ ասում եթե մեր ազգայնականներին այս անգամ էլ եթե մեր ազգայնականները պետք է ազգային ժողով չմտնեն ցանկացած երկրներում գնացեք աշխարհ նայեք միշտ ազգային թևը կա աչերը դրանք ազգայնականներն են որտեղ նրանք են շարժիչ ուժը ֆունդամենտը պետականության երկրի դա կարևոր հասկացեք դա հացի ջրի պես կարևոր բան է պետականությունը ամուր պահելու համար միշտ պետքա բալանս լինի հակառակ ուժ պետքա լինի որ հանկարծ այդ իշխող ուժը չարաշայի իր բաները չօգտագործի ինչ ուզի անի երկրում ահա թե ազգայնականներ ինչ ազգայնականները դրանք զսպող օղակն են դրանք ազգայինն են
որ թույլ չեն տա ոչ մի ապազգային որոշումներ։ Իսկ ինչ վերաբերում է այս պորնիկի որոշումներին, վստահ եմ ով էլ գա իշխանության դրանից հետո սրա բոլոր ժողովուրդ, բոլոր ստորագրությունները միանգամից կճանաչվեն անվավեր ու կնետվեն աղբանոց։ Սահմանադրությունները իր տեղը կբերվի, կդրվի, նորից այդ կետերը կմտցնեն, ինչ որ ուզում է հանի, կբերվի տեղը։ Արցախի հարցն էլ պետքա չի քնած չի մնալու, նորից էլի բարձրացվելու է, ցեղասպանության հարցը նորից պետքա մտնի ուժի մեջ, նորից մեր արարատները, նորից գերբերը բերելու են իրաց տեղը, ամեն ինչ, մի օրում դա կարվի, երկու օրում։ Ստեղ կարևորը դրանից այսօր ազատվելն ամեն գնով շանտաժի է ենթարկում։ Այս ես չլնեմ Ադրբեջանը գգա, պատերազմ կլինի, ասում պետականությունը կջնջի, այսինքն ուզում ասի, եթե ես պետք է չլնեմ, հային ձեռով կջնջեմ այս երկիրը։ Արա դու հորս խեռը կծծես մամայիդ մեռած, կնգա դու բալեկիդ հետ, ժաշտամ Նիկոլ բալեկիդ երեխեքիդ բեռնի մեջ։ Ես քու մաման քունեմ բոզի տղա։ Ու դրանցից յուրաքանչյուրինը եղավ, այսօր իմ ելույթը այս sense էր, սա հայուակներով էր ու սա էլ ճիշտ էր, որտեղ այսօրվա դրությամբ էսպես է, ձևի պետքա խոսայի։ Չվախենակ ոչ մի բանից։ Գնացեք ում ուզում եք ընտրեք։ Ուզում եք Վարդան Ղուկասյան ընտրեք, ուզում եք Քոչարյան ընտրեք, ուզում եք Սամվել Կարապետյան ընտրեք, ուզում եք Գագիկ Ծառուկյան, բայց այս բոզից պետքա պրծնի։ Ընտրեք, որին կցանկանաք, մենակ ոչ այս գանդորի։ Սա պետք չլինի։ Բայց ցանկալի է մի քիչ ուղեղները չարժեք, կզգաք այդքանի մեջից ում ընտրեք։ Ընտրեք ու ամեն ինչ լավ կլինի։ Այսքանը եւ հուսով եմ, որ այդ ընտրությունով այդ ընտրված ղեկավարը մեր նման ազգային տղեկին կոչ կանի, որ բոլորը եկեք հայրենիք։ Սա ձեր հայրենիքն էլ է։ Եկեք բոլորով հայրենիք կառուցենք։ Եթե ազգային համերաշխության կոչ չարեց ու բոլոր արտաքսվածներին ու քաղաք բանտարկյալներին չազատեցին, արտաքսվածներին չկանչեցին Հայաստան, դրանց դեմ ենք պայքարելու։ Մեր համար 2 ամիս ու դրա դիմակը կպատրենք, ով ուզում ալնի։ Եթե նման ղեկավար ուզում է նորից վարկաբեկվի, ուրեմն թող փորձելի ազգին դեմ էթա ու մեր նման տղեկին դեմ էթա։ Այսքանը լավ եղեք։ Լավ ալնելու եմ ասում։ Լավ ալնելու։ Այսօր դրված ենք մենք զոհասեղանին։ Այսօր երկու ընտրություն ունին հայը, կամ իսլամ ենք ընդունում, մուսուլման ենք դառնում, կամ քրիստոնյա ազգերի հետ ենք ելնում։ Որոշեք, եթե ուղեղ ունեք կհասկանաք ինչ եմ ասում։ Այսօր լինել չլինելու խնդիր կա, սրանով առաջնորդվեք։ Հերիքը նախկին, Պողոս, Պետրոս, ֆլան, ֆստան, դու բոլորդ էլ նախկիններից եք։ Բոլորը դուք էլ եք ընտրողներ նախկիններ, որտեղ սրա ու նրա հետևորդներն եք։ Անենց որ մի ընկեք բազարների խոսակցների թարգը տվեք։ Սրանից պրծնելու համար ընտրեք ում ուզում եք, ովքեր կան, մասնակցող վարչապետի թեկնածուներին։ Ով շատ ձայն կհավաքեն մնացածները դու ձայնը տան դրան, մենակ այս պորնիկը պարտվի։ Սրանք հələ պետք է պատասխան տան։ Այսքանը լավ եղեք, հաջողություն։